Այժմ տեսնենք ինչ են կարտերը հուշում կշեռքներին։ Այս անգամ հատուկ թեմա չեմ ընտրել, ուզում եմ ուղղակի տեսնել առաջիկա մի քանի օրվա, պես 1-2 շաբաթվա ընթացքում ինչ են ուզում կարտերը հուշել կշեռքներին, ինչ կարևոր ինֆորմացիա կա, որ պետք է որ կշեռքները լսեն։ Տեսնում եմ Պենտակլի 8-ը։ Բավականին զբաղված կլինեն իրենց մասնագիտությամբ, իրենց աշխատանքով, ինչեր որ անում են, աշխատանքի վայրում ամեն դեպքում կամ իրենց գործունեության մեջ, կշեռքները առաջիկայում կլինեն բավականին զբաղված, բայց բավականին էլ հաջողությունների կհասնեն, այսինքն աշխատանքը անարդյունք չի անցնի։ 8-ը հիշում եք հավերժության նշանն է պարկած, այսինքն նույնիսկ եթե ֆինանսները դուք շարունակում եք աշխատել, մասնագիտանում եք ձեր գործում եւ լավ եք աշխատում եւ լավ եք անում ձեր գործը եւ անընդհատ աշխատում եք, գումարներն էլ անընդհատ կգան, ձեր կյանքը ավելի կբարելավի։ Մյուս կողմից դրա հետ գալիս է նաեւ հաջողություն, դրա հետ գալիս է նաեւ փորձ, իսկ փորձը բավականին շատ է գնահատվում։ Այնտեղ որտեղ ես ապրում եմ, աշխատանքային փորձը ավելի շատ է գնահատվում, քան դիպլոմները։ Տեսնենք, ինչ կասեն կարտերը։ Այո, տեսնում եմ, որ իրականում կշեռքների համար, դե միգուցե ոչ բոլորի, չնայած լավ բաներ եմ տեսնում, թող բոլորի համար է լինի։ Տեսնում եմ իրականում ասացի բավականին աշխատելու են, բայց այսպես տանջվելով աշխատանք չեմ տեսնում ես, ուղղակի մարդը բավականին զբաղված է։ Եվ երևի թե ավելի շատ ժամանակ անցկացնի աշխատանքի վայրում, քան տանը, բավականին, այսպես կզգա իրեն 4 պատի մեջ, անընդհատ զբաղված է, անընդհատ գործ ունի անելու, մի տեսակ փակվել է 4 պատի մեջ, եթե տնից եք աշխատում, դե ուրեմն տանը շատ զբաղված կլինեք, բայց իրականում դա կլինի ձեզ շատ արդյունավետ, որովհետև դուք ել եմ ասում, բավականին հաջողություններ կգրանցեք։ Սա Պենտակլի 3-ն է, ինչը նշանակում է արդյունք, այսինքն ավելացում, ձեր ֆինանսների մեջ ավելացում, ինչպես արդեն ասացի, եթե դուք այսպես աշխատում եք, ֆինանսների վրա չեք աշխատում, միգուցե դուք սովորում եք, ինչի վրա որ աշխատում եք, ինչ գործունեությամբ որ զբաղվում եք, բավականին շատ եք այդ ուղղությամբ աշխատում։ Եթե սովորում եք, շատ եք սովորում, ինչ որ նպատակի, ամբողջ օր տանը նստած գիրք եք կարդում եւ դաս եք սովորում, այդպես էլ կարող է լինել։ Արդյունք անպայման կլինի։ Արդյունք անպայման կլինի, որտեղ երկուսը բալանսն է, իսկ 3-ը Պենտակլի նշանակում է առաջ խաղացում։ Այսինքն դուք հաջողություն կունենաք։ Դու 3-ը 10-ը չի, այսինքն առավելագույն հաջողություն եթե չլինի միանգամից, մենք խոսում ենք մի քանի օրվա, 1-2 շաբաթվա մասին հարգելներս, ապա արդյունք աշխատանքի արդյունք անպայման կերևա, սովորելու ինչ աշխատանք, ինչ գործունեություն որ ծավալում եք, լավ աշխատում եք, մասնագիտանում եք, տեսնում եք, ինքը շատ ուշադրությամբ է աշխատում, չի անում գործը անելու համար։ Մարդը փորձում է նաև սովորել, ինչ որ բան սովորում է, ինչպես իր գործը ավելի լավ։ Սա վարպետի կարտն է իրականում, որը շատ լավ է անում, մանրակրկիտ անում է իր գործը, ուշադրություն է դարձնում դետալների վրա, մասնագիտանում է, ինչը կարող է իրեն բերել ապագայում հաջողություն։ Տեսնում եմ այստեղ երկուսը ջահերի։ Սա նշանակում է ընտրություն կատարել, ընտրության հնարավորություն։ Մարդը երկրորդ ջահը ձեռքին մի ջահը թողնում է մի կողմ փոքր ավելի մեծն է վերցնում։ Այսինքն մարդը կարող է ասել ինչ որ նոր նպատակ ունի, սա կարող է չվերաբերել այս առաջին կշեռքներին, կարող է նաև վերաբերել, այսինքն երկրորդ տարբեր ինֆորմացիա եմ այստեղ տեսնում։ Սա առաջինի հետ առանձնապես կապ չունի։ Այսինքն այստեղ մարդը ինչ որ նպատակ ունեցել է, նպատակին հասել է միգուցե, բայց հիմա նոր նպատակ ունի եւ ընտրություն պիտի անի։ Ընտրություն պետք է կատարի, սա ընտրության կարտն է։ Եվ առայժմ ինքը նայում ինք ավելի հավատում է իր երկրորդ ջահին, որն ավելի մեծ, այսինքն ավելի մեծ, ավելի հեռու գնացող պլաններ ունի, պարզապես ընտրության առաջ է կանգնած։ Տեսնենք։ Կշեռքները կիմանան ինչ ընտրության առաջ են կանգնած, իրենց մի քիչ ավելին են երևի առաջարկում, քան թե իրենք ունեին առաջ, եւ իրենք մի տեսակ ընտրության առաջ, միգուցե նոր աշխատանք են առաջարկում, միգուցե նոր գործունեություն, ինչ որ առաջարկություն են անում կշեռքներին եւ իրենք ընտրության առաջ են կանգնելու։
Հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Տեսնում եք, այստեղ ես տեսնում եմ առաջարկությունը։ Այսինքն ընտրության կարտը, այսինքն իրեն շատ մի քիչ ավելի շատ են առաջարկում, իր ձեռքի բռնեջահը ավելի երկար է, քան կողքինը։ Ավելի շատ ինչ որ նպատակ, ավելի շատ բան են ինչ որ կամ առաջարկում կամ ինքն է որոշել, ինքը որոշել է մի քայլ ավելի առաջ գնալ։ Նոր նպատակ է դրել եւ նպատակ իրեն պետք է տանի դեպի թագուհին։ Կարող է սա տղամարդկանց էլ վերաբերել, կանանց էլ։ Ես չեմ կարող ասել, չեմ ուզում բոլոր օրինակները բերել, սա կարող է լինել եւ անձնական կյանքում ընտրություն, նոր մեկի հետ եք ուզում լինել, իրեն այսպես թագուհի եք պատկերացնում կամ թագավոր, չգիտեմ, կամ աշխատանքի կարիերայում, կամ ուսման մեջ, կամ ֆինանսների հետ կապված գործերի մեջ, ցանկացած հարցում։ Եթե ընտրության առաջ եք կանգնած, հարգելի կշարքներ, այսպեսի շատ մեծ հեռու գնացող պլաններ ունեք, իրականում այդ տեղի համար, եթե կնոջ տղամարդու մասին է, ուրեմն կան այլ մարդիկ, մրցակիցներ կունենաք եւ ոչ մեկ հոգի։ Եթե աշխատանքի համար է, նոր աշխատանքի եք ուզում դիմել, նոր ակնկալիքով, նոր, չգիտեմ, թափուր տեղ է բացվել, մի քանի հոգի կան դրա համար, մենակ դուք չեք, եւ այդ դեպքում բավականին խնդիրներ կարող են լինել, որովհետեւ մարտահրավեր կա։ Այսինքն դուք պետք է հաղթեք մի քանիսին, որպեսզի ձեր նպատակին հասնեք։ Ես կարող եմ ասել, որ դուք բավականին ջահի պաժով բավականին լավ եք տրամադրված, բայց միևնույն ժամանակ երիտասարդ պաժը նշանակում է, որ դուք անփորձ եք։ Սա ձեզ համար մի նոր փորձություն է, կարող եմ ասել։ Այսինքն դուք այդ գործը, չգիտեմ, ինչ էլ որ անում եք, երբեք չի եղել ձեզ համար սա նորություն է, առաջին անգամ պետք է փորձեք, իսկ սրանք բավականին փորձված մարդիկ են, դուք անփորձ եք եւ կարող է այսպիսի, չգիտեմ, խնդիր կարող է առաջանալ։ Իրականում տեսնում եմ հետո այսպիսի կարտը եկեղեցականի, այսինքն դուք նույնիսկ եթե դուք շատ հավատում եք ձեր ուժերին, միայն հավատը քիչ կլինի, ձեզ պետք կլինի լրացուցիչ պետք է շատ մտածել, շատ այսպես միգուցե խորհրդակցել ինչ-որ մարդկանց հետ, չեմ կարող ասել, միգուցե կարող է կին լինել, որի հետ կարող եք խորհրդակցել, չեմ կարող ասել, կդժվարանամ, բայց ես այստեղ չեմ տեսնում, որ նրանք, ովքեր ընտրության առաջ են, կարողանալու են ճիշտ ընտրություն կատարել կամ սխալ, անկեղծ ասած չեմ տեսնում։ Ես միայն կարող եմ տեսնել, որ բավականին այն ինչ որ դուք կարող եք ընտրել, այդ ընտրությունը միայն ձեզ չի տրված, այլ մարդիկ կան դրա հետևից ընկած եւ ինչքան էլ դուք լավ տրամադրված լինեք, դուք բավականին անփորձ եք նրանց հանդեպ եւ այսպես միայն հավատը չի կարող ձեզ օգնել։ Մի քիչ ավելին է պետք։ Տեսնենք կարտերը կարող են ինչ որ բան ասել։ Միգուցե դեռ մի քիչ շուտ է ձեզ, միգուցե կարտը ինստինկտյան դուրս եկավ։ Այստեղ տեսնում եմ երկուսը բաժակների, երկուսով մի բաժակ են բռնել։ Ձեզ պետք կլինի օգնություն, խորհուրդ։ Ինչ ես մինչև էլ ասեցի, իհարկե, կարտը ցույց է տալիս։ Այստեղ սիրահար զույգ ենք տեսնում, բայց դա կարևոր չի։ Այստեղ կարտը այլ բան է նշանակում։ Ընդ որում էլ նշանակում է երկու։ Տեսնում եք, այստեղ էլ էր երկու ջահերը ընտրություն պետք է կատարել, այստեղ էլ է երկու։ Այսինքն ընտրությունը կատարելիս ձեզ կարող է օգնել ինչ-որ մեկը։ Դիմեք ինչ-որ մեկին, որին վստահում եք, որը ձեզ շատ հոգեհարազատ մարդ է, եւ ընտրություն կատարելիս, ելի եմ ասում, կարող եք խնդիրներ ունենալ, միայն հավատալը ձեր ուժերին կամ չգիտեմ, Աստծուն հավատում եք, ձեզ համար սա պիտի իրականանա, քիչ է լինելու, ձեզ պետք կլինի ինչ-որ մեկը, որ կկարողանա ձեզ օգնել եւ միգուցե խորհուրդ տալ։ Հաջորդը տեսնենք ինչ են ուզում կարտերն ասել կարիճներին։ Ինչ խորհուրդ, ինչ ինֆորմացիա կհաղորդեն կարտերը կարիճներին հաջորդ 1-2 շաբաթվա համար։ Ինչ է պետք լսեն կարիճները։ Տեսնում եմ 3 պենտակլի, տեսնում եք մի քանի հոգի, այսպես կոնկրետ ինչ-որ պրոյեկտի վրա են աշխատում։ Կարող եմ ասել, որ այստեղ շատ շփում կլինի մարդկանց հետ, ինչ-որ գործունեությամբ են զբաղվում, շատ մարդկանց հետ կշփվեն կարիճները, անդադ կլինեն ինչ-որ խմբերում, ինչ-որ մարդկանց հետ, ինչ-որ գործեր են անում, գործարքներ են կնքում, միգուցե սրանք ձեր հաճախորդներն են,
չեմ կարող ասել, կամ գործի վայրում, աշխատանքի վայրում, կամ միգուցե սովորում են, ուսանողներ են, հավաքվել են իրար գլխի մի ինչ-որ ծրագրի վրա են աշխատում։ Ամեն դեպքում կլինի առաջ խաղացում, երեքը առաջ խաղացում է, բալանսը, երկուսը բալանսի մեջ պահելն է ամեն ինչ, իսկ երեքը առաջ խաղացումն է։ Ինչ էլ որ անում եք, խմբով եք անում, մի քանի հոգու հետ եք համագործակցում, թե սովորում եք, չգիտեմ, աշխատանքում, ինչ հարաբերությունների մասին էլ որ լինի, առաջ խաղացում կլինի, բայց ես ելի եմ ասում մենակ այստեղ կարիչ չեմ տեսնում, այստեղ մի քանի հոգով են, ինչ որ ծրագրի վրա են աշխատում։ Քարտերն իրենք շրջում են, իրենց դուրս են գալիս։ Ինչ որ հետաքրքիր կարտեր եմ տեսնում կարիչների համար։ Դե հիշում եք, ասացի երեքը ծրագրով ինչ որ նոր ծրագրեր, նոր պլաններ, միգուցե նոր հաճախորդներ, նոր շրջապատ, նոր մարդկանց հետ ինչ որ գործ են անում կարիչները, եւ ճակատագրով կարող եմ ասել, որ ճակատագրի անիվը կփոխվի եւ հետաքրքիր, շատ հետաքրքիր փոփոխություններ կարող են ձեր կյանքում լինել առաջիկայում, հարգելի կարիչներ։ Չեմ կարող ասել ինչ ասպարեզում, դուք ինքներդ կիմանաք ինչի վրա եք աշխատում եւ որտեղ կարող է լինել փոփոխություն։ Ես այստեղ կարող եմ տեսնել 5 թերի, որ դուք բավականին պայքարել եք հաջողության հասնելու համար։ Այդ ճակատագրի անիվը փոխվում է դեպի ձեր կողմ, այսինքն դեպի հաջողություն, բայց այնպես նվեր չի ճակատագրից։ Դուք պարզապես բավականին ջանք եք թափել, ինչ որ արել եք, ինչ նպատակ որ ունեիք։ Եվ աշխարհի կարտով, այո, կարող եմ ասել, որ этаպը կփոխվի։ Ձեր արած, չգիտեմ, ինչ եք գումար եք զոհաբերել, որտեղ այստեղ տեսնում եք պատերազմի արդյունքում այնտեղ զոհեր կան, մարդիկ կան ընկած գետնին վիրավորված կամ զոհված, այսինքն ինչ որ զոհողություններ եղել են, ժամանակն եք զոհել ձեր, գումարներ եք զոհել, չգիտեմ, ընտանիքի հետ քիչ ժամանակ եք անցկացրել, աշխատանքի վայրում եք եղել շատ, ինչ էլ որ լինի զոհաբերած կարիչների կողմից, նոր этаպ է սկսում, ավելի գեղեցիկ, ավելի հետաքրքիր եւ ավելի գեղեցիկ, այսինքն նոր этаպ, վերջանում են այս դժվարությունները, զոհողությունների կարիք այլևս չի լինի, այդքան շատ աշխատելու միգուցե կարիք չի լինի, այլ պարզապես պետք լինի շարունակել արդեն ձեռք բերածը, շարունակել եւ ավելի թեթև հետաքրքիր կլինի։ Եվ այստեղ էլ տեսնում եմ, ոչ մի կարճ սրա համար էլ չեմ անի, այո, անպայման բավականին հանգստի գեղեցիկ ժամանակներ են սպասում կարիչներին, բավականին դժվար արած աշխատանքներից հետո նոր этаպ է սկսում, շատ ավելի թեթև, ինչպես արդեն ասեցի, ավելի թեթև, հանգիստ, ավելի շատ ժամանակ անցկացրեք ձեր ընկերների, ձեր ընկերուհիների եւ ձեր ընտանիքի հետ միասին։ Այո, անիվն էլ եմ տեսնում փոխվում է ճակատագրի դեպի ձեզ, աշխարհի դռներ են բացում հարգելի կարիչներ, բայց ելի եմ ասում, պարզապես նվեր չէ, դուք ինքներդ աշխատել եք, հավանաբար դուք պարզապես արժանացել եք սրան։ Հաջորդը տեսնենք աղեղնավորներին, ինչ կասեն կարտերը աղեղնավորներին առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում, ինչ կարող են հուշել, ինչ է պետք որ աղեղնավորները լսեն։ Տեսնում եմ ասպետը պենտակլի։ Տեսնում եք, շատ գեղեցիկ, գեղեցկադեմ տղամարդ է։ Շատ ասում են աղեղնավորը շատ խարիզմատիկ մարդիկ են։ Մարդը աշխատում է, ակտիվ է, ձիու վրա հեծած ասպետը, այսինքն ասպետը չի կարող ունել պարապ ինչ-որ մեկը, որը ոչինչ չի անում։ Բայց պենտակլի ասպետը ագրեսիվ չէ։ Ինքը շատ թեթև, շատ հանգիստ, շատ այսպես ոնց ասեմ, շատ ավելի մեղմ մարդ է, մարդը կոնկրետ հանգիստ գնում է եւ տեսնում եք թուր չի ձեռքին, այլ պենտակլ է։ Շատ դժվարություն, ինչ որ անում է, ինքը շատ այսպես ագրեսիվ, շատ արագաշարժ չէ, չի շտապում, դրա համար էլ իր արդյունքներն իր համար կյանքում գալիս են շատ դանդաղ։ Երևի իր տվյալ դեպքում դե սա բոլորին չի կարող վերաբերել։ Մարդը ուղղակի երևի հարմարավետության գոտուց առանձնապես դուրս չի գալի, չնայած ձիու վրա է, բայց ինքը այդպես մեծ արագությամբ չի շարժվում։ Դրա համար էլ իր հաջողությունները, ձեռքբերումները եւ ֆինանսական, եւ անձնական, եւ աշխատանքային կարիերային միգուցե շատ արագ չեն գալիս, շատ իրեն այսպես հեշտ չի ամեն ինչը ձեռք բերել, որովհետեւ ինքը երևի թե այնքան էլ շատ ջանք չի գործադրում։ Ես չեմ խոսում աղեղնավորների մասին, ես խոսում եմ կարտի մասին, կարտերը այդպես են հուշում։
Կարտերը եմ տեսնում այստեղ շատ հետաքրքիր, տեսնում եմ այսպես եկեղեցականը, տեսնում եմ 4 թրերի, տեսնում եմ 9 թրերի թագուհուն բաժակը ձեռքին եւ տեսնում եմ 7 գավազանների։ Շատ կարթ անեցի, որովհետև շատ անհասկանալի էր։ Ինչպես ասացի, շատ հարմարավետ է զգում իրեն ձիու վրա, ինքը հանգիստ այսպես ճեմում է, կարծես, չի սլանում, չի շտապում, եւ շատ դանդաղ են իր գործերը, շատ դանդաղ են առաջ գնում եւ գումարներն էլ քիչ է վաստակում եւ հաջողությունները այսպես դանդաղ են գալիս, բայց ես էլ եմ ասում, այսեղ չեմ տեսնում աղքատ ասպետ։ Ես չեմ տեսնում աղքատ կամ չկայացած մարդու, որը ոչինչ չունի։ Չէ, մարդը հենց դրա համար եւ միգուցե հանգիստ է, որտեվ չի շտապում, որտեվ ամեն ինչ ունի, շատ իրեն հարմարավետ է զգում, դրա համար էլ մեծ հաջողությունների արագ չի հասնում, որովհետև շատ այսպես ինքը եւ իր հարմարավետությունը կարեւոր է իր համար։ Դանդաղ քայլերով է առաջ գնում, այդպես կարող եմ ասել։ Մյուս կողմից միգուցե ինքը հավատ ունի, չգիտեմ, իր ապագային այս հավատի կարտը ինչ է նշանակում, կամ միգուցե հավատն է կորցրել։ Այդպես էլ կարող եմ ասել, ինչու եմ ասում, որտեվ ես այստեղ տեսնում եմ թրեր եւ թրեր եմ տեսնում։ Այստեղ տեսնում եմ մարդը շատ հիվանդագին վիճակում է եղել։ Չեմ կարող ասել ինչի արդյունքում է այսպես աղեղնավորը, մի տեսակ հիասթափված, որ այդ չի էլ ուզում ոչինչ անել եւ ելքն էլ չի տեսնում։ Այսինքն ինչ որ դժվարության, ինչ որ խնդրի առաջ եթե կանգնած են որոշ աղեղնավորներ, ես չեմ կարող ասել սա ինչին է կոնկրետ վերաբերում։ Այստեղ տեսնում եմ թագուհին բաժակները ձեռքին, սա կարող է լինել կին, կամ կարող է լինել տղամարդը կնոջ պատճառով է այսպիսի վիճակում, կամ կարող է լինել նաև կանայք են այսպիսի վիճակում։ Ամեն դեպքում ես թագուհի եմ տեսնում, կարող է լինել նաև անձնական պատճառներով։ Մարդը այսպես գանված է անկողնուն, այսինքն կորուստ է ունեցել միգուցե այդպես կարող եմ ասել, հեռացել է ինչ-որ մեկի իրենից կամ ինքն է ինչ-որ մեկից հեռացել, մի տեսակ ծանր է տանում, այսինքն այդ որոշումն իր համար հեշտ չի եղել, բավականին էմոցիոնալ է եղել, իսկ հիմա ելքը չի տեսնում, որովհետև նոր մեկի հետ չի կարողանում շփվել, նույն սերն ու ջերմությունը միգուցե չկա, չեմ կարող ասել։ Եթե աշխատանքի գործունեության հետ կապված է, կարիերայում ինչ-որ աշխատանքից դուրս է եկել կամ իրեն հեռացրել են, ելք չի տեսնում, որտեղ իր աշխատանքներին դուր էր գալի։ Կդժվարանամ ասեմ, հարգելիներս, ամեն աղեղնավորի տարբեր ձևով կարող է վերաբերվել։ Ես ավելի այսպես բաժակը ձեռքին կնոջ հետ կապված անձնական հարցեր եմ տեսնում նաև։ Եթե տեսնում եք, աչքերն ներքև են, կինը շատ հանգիստ է, բայց ինքը իրականում զսպում է իրեն, շատ զուսպ է, չի արտահայտում էմոցիաները, բայց իրականում կարծում եմ բավականին էմոցիոնալ է, էլի եմ ասում, այստեղ կարող է սիրո պատմություն լինել, կամ տղամարդիկ են այսպիսի վիճակում կնոջ պատճառով, կամ կինը կարող է այդպիսի վիճակում լինել տղամարդու պատճառով, այսինքն սիրո պատճառով են մարդիկ այդպես հիասթափված, դրա համար են աշխատանքում կարիերայում էլ առանձնապես չեն շտապում, որովհետև մի տեսակ երևի սիրտ չունեն։ Բայց ես տեսնում եմ, որ աղեղնավորներին իրականում սպասում է փոփոխություն, իրականում ամեն ինչ կփոխվի, ինչպես կփոխվի չեմ կարող ասել, բայց իրենք չեն հանձնվի, աղեղնավորները ուժեղ տեսակ են, իրենք չպիտի որ հանձնվեն, պարզապես իրենք կփորձեն, տեսնում եք, սա ջահերի 7-ն է, այսինքն կփորձի, այնքան կփորձի, մինչև կհասնի, կգտնի իր հաջողակ գավազանը, այսինքն չի հանձնվելու աղեղնավորը եւ կարտերն էլ հուշում են, չհանձնվեք, այս իրավիճակը, որ ձեզ թվում է թե ելք չկար, իհարկե կա, ցանկացած իրավիճակից ելք կա, ամեն ինչ անցողիկ է, սա էլ կանցնի, եւ դուք անպայման մի օր կգտնեք այդ լույսը, կգտնեք այդ ջահը, որ ձեզ լույս կտա եւ կգտնեք նոր ճանապարհ եւ եթե սիրո մասին էր այստեղ, կգտնեք նոր սեր։ Այդ տեսնում եք, սա էլ թուրը տզերի։ Ներողություն, տուզը թրերի, հակառակն ասեցի։ Այսինքն սա նշանակում է ձեր հանկարծ ձեզ համար կպարզվի, ինչ որ մի նոր բան կպարզվի։ Եվ քանի որ այստեղ թրերով եք դուք շրջապատված, իսկ այստեղ մեկ թուրն է, միգուցե ձեր ուղղակի աչքերի կապանքը քանդվի եւ դուք հանկարծ տեսնեք տարբերակը, թե ինչպես կկարողանաք դուրս գալ այս վիճակից։ Բայց ամեն դեպքում առաջիկայում, որ ասում են կարտերը մի հանձնվեք, ամեն ինչ լավ է լինելու, դրանից անմիջապես հետո ասում են տուզ, այսինքն հանկարծ ձեզ համար կպարզվի, դուք առաջ այդպես մի տեսակ հիասթափված դանդաղ վիճակում եք, շատ արագ չեք շարժվում կյանքում, որովհետև վախենում եք երևի նոր հիասթափություններից, բայց իրականում շատ շուտով ձեզ համար ինչ-որ բան կպարզվի։ Եվ հավանաբար հենց այն հարցում կպարզվի, ինչից որ դուք այսպես հիասթափված եք, ինչ որ մի նորություն կլինի։ Տուզը նաև նշանակում է նոր։ Այո,
Ես կարող եմ այդպես էլ ասել։ Կարող եմ այդպես էլ ասել, տեսնում եք, շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, շատ։ Սա շարունակությունն էր մյուսի։ Ես եթե հիշում եք առաջին կարտի մասին, որ խոսում էի, ասացի, որ եթե դուք չեք հանձնվում, կարտերի խորհուրդն համենպես չհանձնվել, ձեր աներանելի վիճակ չկա, դուք անպայման դուրս կգաք այդ վիճակից, պարզապես ժամանակի հարց է, երբ որ դուրս կգաք, եւ թրերով անպայման կպարզվի, թե ինչպես դուրս կգաք, դուք հանկարծ կտեսնեք ելքն ու ճանապարհը, եւ 7-ը նշանակում է, որ ձեր արած աշխատանք անպայման պտուղ կտա, եթե դուք չեք հանձնում, շարունակում եք, շփվում եք նոր մարդկանց հետ, նոր ծանոթություններ եք անում, նոր աշխատանքի եք դիմում, նոր կարիերա եք սկսում, նոր մասնագիտություն եք ուզում ձեռք բերել, տեսեք ինչ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ 7-ը նշանակում է մարդը ցանել է, պտուղներին է սպասում։ Կսպասեք մի քիչ ժամանակ կտևի, ես արդեն ասեցի, սա շատ արագ process չէր, Պենտակլի այսպես ասպետով էլ ինքը շատ դանդաղ էր հաջողությունը գալիս։ Անպայման կգա դուք ձեր աշխատանքի կամ համբերության, հա, համբերության արդյունքում դուք անպայման պտուղները կտեսնեք։ Դուք շատ ուժեղ եք, կկարողանաք ամեն ինչի դիմակայել, կարտը ուժեղության կարտն է։ Իսկ այստեղ տեսնում եմ կայսրուհին։ Սա այն կինն է, որը նպատակ ունի եւ հասնում է իր նպատակներին եւ ապրում է շատ հարմարավետ կյանքով։ Այսինքն եթե դուք եղել եք ինչ որ պահի հարմարավետ, բայց հետո կորցրել եք, ինչ որ հիասթափություն ունեիք, դուք ետ կգաք ձեր նույն վիճակին եւ կզգաք ձեզ շատ հարմարավետ, կզգաք ձեզ կայսրուհի կամ կայսր։ Այսինքն ամեն ինչ, էլի եմ ասում, կանցնի։ Ուղղակի չհանձնվեք եւ ձեր հավատը չկորցնեք։ Ոչինչ հավերժ չի լինում, հարգելիներս։ Անպայման մի օր ամեն ինչ կվերջանա, հատկապես հիասթափությունները։ Այժմ տեսնենք, թե ինչ է սպասվում աջեղջյուրներին առաջիկայում, ինչ խորհուրդ կտան կարտերը, ինչ է կարևոր աջեղջյուրներին լսել հաջորդ 1-2 շաբաթվա ընթացքում։ Ներողություն, կապերը լավ կիսվեցին, նորից խառնեմ։ Լավն են կարտերը, բայց ոչինչ, ես փորձեմ հանել։ Ինչ կհուշեն կարտերը աջեղջյուրներին հաջորդ 1-2 շաբաթվա համար։ Նույն կարտը դուրս եկավ։ Խառնեցի, կիսեցի, նորից նույն կարտը դուրս եկավ։ Եթե պետք է դուրս գար, պետք է դուրս գար։ Սա տեսնում եմ 6-ը պենտակլի։ Մարդիկ շատ ուրախ, շատ զվարթ, գումարը վաստակել են, իսկ այժմ տեսնում եք, մարդիկ իրենց հաղթանակն են տոնում։ Սա կարող եմ ասել, ինչ որ հաջողության մասին է խոսքը, ինչ որ հաջողության են հասել, չեմ կարող ասել աջեղջյուրները կամ ինչ որ հաջողության են հասնում։ Ամեն դեպքում ինչ որ շնորհավորում են իրար, ուրախանում են, տոնում են, ծախսում են, զվարճանում են, այդպես կարող եմ ասել։ Մարդիկ շատ լավ տրամադրության մեջ են, ինչ որ հաջողության են հասել։ Տեսնենք ինչ կարող են կարտերը ավելացնել։ Շատ հետաքրքիր եմ տեսնում։ Տեսեք, այստեղ սկսեցինք 6-ը պենտակլի, տեսնում եմ այստեղ թրերի 7-ը, տեսնում եմ ջահերի տուզը եւ տեսնում եմ 7-ը պենտակլի։ Բնականաբար այստեղ ավելի շատ գումարների մասին էլ կարող է լինել ամեն դեպքում։ Տեսեք, 6-ը պենտակլի ոչ միայն նշանակում է մարդիկ ուրախ են, զվարթ են, գումարները կան, ծախսում են, չէ, հանգստանում են, այլև սա նաև գումարը գալիս է, գումարը գնում է, այսինքն բավականին գումար ունեն մարդիկ, լավ աշխատել են, զվարճանում են, կարող են լավ ծախսել, կարող են նաև օգնել ուրիշ մարդկանց, կարող են, այդպես էլ սա այս կարտը այդպես էլ կարող է նշանակել։ Մյուս կողմից տեսնում եմ մարդիկ բավականին աջեղջյուրները իրենց աշխատանքով, իրենց բավականին ակտիվ, շատ աշխատասեր են աջեղջյուրներն ասում են, եւ իրենք շատ այսպես աշխատելով շատ ագրեսիվ, շատ աշխուժ, այսպես մարդիկ անընդհատ աշխատել են, շատ տքնաջանորեն աշխատել են եւ հասել են իրենց նպատակին։ Իրենք անդադ դնում են իրենց առաջ նպատակ եւ հասնում են նպատակներին։ Ընդ որում շատ համբերատար են աջեղջյուրները, իսկ կարտերի մեջ այդպես էլ տեսնում եմ։ Մարդը նպատակին հասնում է, ունի նոր նպատակ, նորից էլի պտուղները ցանում է, սպասում է արդյունքի։ 7-ը պենտակլի նշանակում է, որ մի քիչ ժամանակ կտևի, պետք է համբերատար լինել,
բայց անպայման ձեր նոր նպատակներին էլ կհասնեք։ Մինչև մեծ նպատակներին հասնելը ամեն դեպքում կարտերը հուշում են, որ այսօրվա դրությամբ դուք աշխատում եք, գումարներ գալիս են, ծախսում եք, ինչքան որ ձեզ պետք է գալիս է։ Բայց մի քիչ ավելի երկար պետք է սպասեք, մի քիչ ավելի շատ գումար գալու համար, որովհետև ես այստեղ կարող եմ ասել, տեսնում եք, սա 6-ն է պենտակլի, իսկ սա 7-ն է։ Եթե ֆինանսների մասին էր խոսքը, ապա 6-ից 7-ին հասնելու մի քիչ ժամանակ կտևի, որովհետև պտուղները ձեր աշխատանքի դուք կտեսնեք ավելի ուշ։ Եթե այստեղ գումարի մասին չխոսենք, խոսենք հարաբերությունների մասին, մարդիկ սիրում են, սիրված են, լավ ընկերական շրջապատ ունեն, ընտանեկան հարաբերություններ, ամեն ինչ շատ նորմալ է։ Սա երկկողմանի գեղեցիկ հարաբերությունների մասին է խոսքը։ Կամ աշխատանքում էլ մարդիկ հաջող են, իրենք աշխատում են, լավ են աշխատում, իրենց գործը լավ են կատարում եւ իրենց գործատիրոջ համար լավ, այսպես ասեմ, որակյալ աշխատող են։ Իսկ գործատերն իրենց վճարում են այնքան, որ իրեն բավարարում է։ Այսինքն մարդը ինչքանի որ աշխատում է, այդքան էլ վաստակում է եւ երկուսն էլ գոհ են, եւ գործատերն է գոհ եւ աշխատողն է գոհ։ Այդ դեպքում նոր նպատակ, եթե նոր գործեր է ձեռք բերելու ներողություն, ծավալելու գործունեություն է ծավալելու աճեղ ջուրը, նոր նպատակ ունի, ապա նորից էլի կհասնի առավել հաջողությունների, պարզապես պետք է լինել համբերատար։ Եվ անձնական հարաբերություններում կարող է լինել, էլի եմ ասում, եթե մարդիկ ունեն շատ ջերմ ընկերական հարաբերություններ, մի քիչ եւ ավելի ակտիվություն, եթե ցուցաբերեք, հարգելի աջեղջուրներ, կոնկրետ նպատակ դնեք ձեր առջև, օրինակ ձեր հարաբերությունը ընկերականից ուզում եք դարձնել ամուսնական, սիրային, չգիտեմ, դա նոր նպատակն է։ Մի քիչ երկար կտևի, պետք է համբերատար լինել, բայց առաջարկությունը արեք եւ ժամանակի ընթացքում կհասնեք նաև ձեր հաջողությանը, որովհետև 6-ից անցնում էր 7-ին, այսինքն առաջխաղացում կլինի բոլոր հարցերում։ Իսկ որոշ աջեղջուրներ ինչ որ հարցերում տեսնում եմ, այսպես իրենք տեսնում եք, իրենց թվում է աներաների վիճակում են, շղթայված են, կապված են եւ ելքը չեն տեսնում, տխուր են, հիասթափված են։ Տեսնենք ինչ է պատահել որոշ աջեղջուրների։ Սա առաջինը, մյուսին ես չեմ կարող կապել, որտեվ նա բոլորովին այլ պատմություն է, տեսնենք։ Կա աջեղջուրներ, որոնք մի տեսակ իրենց զգում են պարփակված եւ անելանելի վիճակում, ելքը չեն տեսնում իրենց, մի քիչ կարող եմ ասել հիասթափված եւ ստրեսային վիճակից, տեսնենք ինչ է պատահել։ Այս ինչ եմ տեսնում։ Ինչ է տակրկիր եմ տեսնում։ Կան աջեղջուրներ, որոնց համար շատ բարդ շրջան է, մի տեսակ աշտարակ է քանդվել, քանդվում է, տեսեք, ավիրվում է, քանդվում է, ինչ որ մի նպատակ են ունեցել, ինչ որ մի հարցում, ես կարող եմ տեսնել, էլ եմ ասում, առաջի պատմությանը բոլորովին չէր վերաբերում, առաջին կարտը բոլորովին այլ աջեղջուրների մասին էր, իսկ այստեղ տեսեք, շատ ցավալի է, տեսնում եմ այստեղ, սա 8-ն է թրերի, սա 10-ն է թրերի, սա 7-ն է, սա թրերի տուզն եմ տեսնում, այստեղ էլ 3-ը, թուր, այսինքն բոլոր կողմերից աջեղջուրներ կան, մի որոշ աջեղջուրներ, որոնք իրենց այսպես բոլոր կողմերից խոցված են զգում։ Վերջին կարտը կթողնեմ հետո կասեմ, այսպես իրենց ինչ որ նպատակ ունեցել են, նպատակը քանդվել է, ելքը չեն տեսնում, որտեղ չափից ավել էներգիա եւ ուժ են ներդրել, չափից ավել շատ են աշխատել սրա վրա եւ չեն փորձում են չհանձնվել, բայց ինչքան պայքարում են, այնքան ավելի նոր, չգիտեմ, իրենց թվում է, որ հիմա արդեն ելքը կլինի, հիմա արդեն լուծումը կլինի, բայց նորից իրենց հիասթափություն է սպասում։ Ես կարող եմ ասել, որ մի քանի անգամ են փորձել այս աջեղջուրները, ում մասին որ այս իրավիճակն է, այս 5 թուր, ես ուղղակի չեմ կարողանում պատկերացնել, այսինչ դաժան, այսինչ ծանր իրավիճակ է։ Նաև հոգեբանորեն եւ ֆիզիկապես մարդը գերհոգնած վիճակում է, բայց սա բոլորը չի վերաբերում հաջորդ 2 շաբաթվա։ Ես տեսնում եմ, որ դուք հիմա այս վիճակում եք։ Մի քանի անգամ ինչ որ հարցում անձնական լինի, աշխատանք լինի, ֆինանսներ լինի, անդադ փորձում եք, ձեզ թվում է թե վերջացա, որտեղ 10-ով պետք է վերջանար։ Այստեղ անելանելի վիճակ էր, հետո վերջացավ, 10-ով վերջացավ, նորից դուք ակտիվացաք, նորից գնում եք, նոր նպատակ ունեք, նորից հիասթափություն։ Տխուր է, չեմ էլ ուզում անգամ շարունակել այդ մասին խոսել, բայց տեսեք, ես այստեղ տեսնում եմ պենտակլի 8-ը։ Իրականում, եթե մի քիչ համբերատար լինեք, հարգելի աջեղջուրներ, շատ չնեղսրտեք, պենտակլի 8-ը նշանակում է ուշ լինի, նուշ լինի։ Իրականում ձեր ջանքերը անիմաստ չեն անցել եւ չեն անցնելու։ Միգուցե հաջորդ երկրորդ շաբաթվա մեջ արդեն չտեսնեք մեծ հաջողություններ։ Պենտակլի 8-ը նշանակում է, երբ որ հաջողությունը սկսեց գալ, անընդհատ գալու է։
ուղղակի սկիզբն է, երբ որ կզգաք, որ արդեն գալիս է, եթե ֆինանսների մասին է խոսքը, որ կտրվել են ձեր ֆինանսները, բավականին լուրջ ֆինանսական ճգնաժամի մեջ եք, մի քանի տարբեր աշխատանք եք փորձում, գործունեություն, մի քանի կոպեկ աշխատում եք, նորից էլի նորմալ վիճակ չէ, նորից հիասթափված եք, երբ որ կգտնեք նորից ստաբիլ աշխատանք, իսկ առաջիկայում տեսնում են, որ կփոխվի իրավիճակը, այս վիճակը լրիվ կվերջանա, նոր էտապի մեջ կմտնեք, կսկսի գումարը գալ, կգտնեք լավ աշխատանք, լավ մասնագետի մոտ կլինեք, կամ չգիտեմ, դուք լավ մասնագետ եք գտնեք ձեր աշխատանքը, ճիշտ աշխատանք եւ կսկսի գումարը անդադ գալ, այսինքն այս վիճակը իրականում սա վերջն է արդեն, դուք այս բավականին դժվար ճանապարհ եք անցել, բայց իրականում շատ լավ է լինելու, ոչ թե լինելու է լավ վիճակից մի քիչ դուրս գա, չէ, շատ լավ է լինելու։ 8-ը շատ մեծ հաջողություն է, 8-ը շատ մեծ գումարներ է նաև նշանակում, ընդ որում անսպառ գումարներ։ Ուղղակի պետք է համբերել մինչև կգա այդ պահը, որ սկսեն արդեն ձեր գումարները գալ։ Եթե անձնական հարաբերություններ եք հիասթափություններ, մեկի հետ հանդիպում եք չի ստացվում, այսպես գերհոգնած վիճակում վերջը թողնում եք հեռանում եք, նորից եք ակտիվանում, ինչ որ մեկի նկատմամբ նոր մարդ է հայտնվում, նորից վիրավորվում եք, բայց ի վերջո կգտնեք, ուղղակի մի քիչ ձեր ժամանակ կտևի, ձեզ համբերություն է պետք, բայց իրականում անպայման ձեր այս բոլոր կորուստները ետ կգան ձեզ։ Շատ ավելին կգա, քան դուք կորցրել եք։ Այժմ տեսնենք ինչ կարող են ասել կարտերը, ինչ կուզեն հուշել կարտերը ջրհոսներին հաջորդ 1-2 շաբաթվա համար։ Ինչ կարևոր ինֆորմացիա են ուզում կարտերը հաղորդել ջրհոսներին։ Ես ասում եմ, չէ, նորից այս կարտը, գրեթե բոլորի համար այս կարտը դուրս եկավ, գրեթե։ Արդեն 11 նշանն է, սա 11-րդ նշանն եմ նայում, երևի 6-7 անգամ դուրս եկավ արդեն։ Ագրեսիվություն եմ տեսնում, աշխուժություն եմ տեսնում, երկու թուրը ձեռքին տեսնում եք, բաժը ընդհանրապես երիտասարդը մարդիկ մեկ թրով են գնում կռվից, այստեղ երկու, շատ ագրեսիվություն կնի ձեր շուրջ, դուք կարող եք լինել ագրեսիվ, չեմ կարող ասել ինչի հետ է կապված, նպատակ ունեք, ձեր նպատակին եք ուզում հասնել, բայց կլինեն մարտահրավերներ, այսինքն այլ մարդիկ կլինեն, դուք ստիպված կլինեք ձեզ պաշտպանել կամ ձեր ուզածին հասնել հրով թրով, այսինքն մի քիչ ավելի պետք է ագրեսիվություն ցուցաբերեք ձեր նպատակին հասնելու համար։ Ինչ եմ տեսնում այստեղ, տեսնում եմ 8 բաժակների, տեսնում եմ պաժը թուրը ձեռքին, տեսնում եմ եկեղեցական մարդու հավատքի կարտը եւ տեսնում եմ ուժեղության կարտը։ Ես արդեն սկզբում ինչպես հիշում եք ասեցի, սա ագրեսիվության կարտն է, մի տեսակ շատ աշխուժություն, ագրեսիվություն կլինի ձեր շուրջ բոլորը։ Ես այստեղ տեսնում եմ մարդը, որը հեռանում է։ Ես հիասթափված մարդ չեմ տեսնում այստեղ, որովհետև բոլոր բաժակները կանգնած են, տեսնում եք, պարզապես մարդը իր կյանքի փորձը, ձեռքբերումները, ամեն ինչ թողնում է, նոր ճանապարհ է ընկնում։ Ինչ է փնտրում նորից, ուր է գնում, ինչի համար չեմ կարող ասել։ Մարդը ունի նոր նպատակ, թրով նշանակում է նոր նպատակ պաժը, մանավանդ երիտասարդն է։ Մի նոր նպատակ ունի եւ գնում է նոր մտքի, նոր գաղափարի հետևից։ Եվ ինքը շատ հավատով գնում է, ինքը հավատում է առաջի հերթին իր ուժերին։ Մյուս կողմից, Եթե դուք այսպեսի ինչ որ ագրեսիվություն կլինի, որ դուք եք թողնում այս ագրեսիայից հեռանում եք, չգիտեմ, ձեր հանդեպ ով է, ինչ ագրեսիվություն է, դուք որոշում եք թողնել հեռանալ, ապա կարտերը հուշում են, որ գնացեք, ընտրեք ձեզ համար ուղի, գնացեք եւ հավատացեք ձեր ուժերին։ Դուք կգտնեք, դուք նայում եք, տեսնում եք, դեպի առաջ որ նայում եք, թողնելով ամեն ինչ ետևում, իրականում շատ գեղեցիկ տեսարան է, դեպի արևը, նոր հույս, նոր լույս, չգիտեմ, գնացեք։ Կարտերն ուզում են ասել, որ եթե ընտրել եք ճանապարհ ունեք նպատակ, ամեն ինչ թողնում եք գնալ, կարող եք գնալ եւ հավատալ առաջի հերթին ձեր ուժերին։ Երկրորդ կարգով տեսնում եմ սիրահարներին։ Դե առաջին այսպես ասեմ, պարզ բացատրությունը կարող է որոշ ջրհոսներ կլինեն սիրահարված եւ աղջիկներ եւ տղաներ եւ իրենց համար իրենց սիրային եւ անձնական հարաբերությունները կլինեն առաջնահերթ։
լավ կարտեր, ձեզ համար ստերում ընկած կարտնել եմ հանում։ Այսպես, սա բոլորովին այլ կարտեր, բոլորովին այլ ջրհոսների մասին է, սա բոլորովին այլ պատմություն եմ տեսնում, շատ գեղեցիկ պատմություն եմ տեսնում հարգելիներս։ Այստեղ սիրո կարտներ տեսնում, զույգերը սիրահարված, միգուցե դեռ նոր են սիրահարված, միգուցե բավականին ինչ-որ, չգիտեմ, տևական սիրահարվել են կամ դեռ նոր պետք է սիրահարվեն, ամեն դեպքում տեսնում եմ գեղեցիկ սիրահարված զույգ, շատ, ընդ որում սա փոխադարձ սիրո մասին է։ Ոչ միայն դուք եք սիրում, այլև ձեզ են սիրում, շատ հաճելի գեղեցիկ կարտ է։ Բավականին աշխատանք կա անելու ձեր սիրո վրա, սա մասնագետի կարտն է, որը միշտ աշխատում է, շատ է աշխատում, լավ է աշխատում, իր գործը լավ է անում, հա, անթերի է անում եւ բավականին արդյունք է ստանում։ Աշխատանքը անպայման շատ այսպես լավ էլ վարձատրվում է։ Այսինքն, եթե դուք ջանք գործադրեք ձեր հարաբերություններում, այսինքն պահպանեք ձեր սերը, փորձեք իրար նկատել, իրար հասկանալ, իրար ճանաչել, դնեք ամեն ներդրում, ամեն ինչ ձեր ուժ ներդնեք ձեր զգացմունքները ավելացնելու, չգիտեմ, ձեր հարաբերությունները պահպանելու համար, իրականում Պենտակլի սա 8-ն էր, որ պետք է աշխատել, սերը պահպանելու համար հարգելիներս միշտ պետք է աշխատել եւ ամուսնական կյանքում նոր ամուսնացած զույգերի համար եւ նոր սիրահարների համար եւ Պենտակլի 8-ից կհասնեք տզի, այսինքն լավագույն արդյունքն է սա։ Իսկ լավագույն արդյունքը, այսինքն կլինի, այսպես ասեմ, լիարժեք հարաբերություններ, սիրահարվածությունը կվերածվի մեծ սիրո, որը կջերմացնի ձեզ երկուսիդ։ Իսկ սերը, մեծ սերը նաև բերում է մեծ երջանկություն, սա լիության կարտն է, մարդը հոգով, սրտով, զգացմունքներով, ամեն ինչով բավարարված է։ Այ եթե աշխատեք ձեր զգացմունքների, ձեր հարաբերությունների վրա, հարգելիներս, կարող եք հասնել գեղեցիկ արդյունքի։ Իսկ սա կարգն է, որը աշխուժության եւ շարժի կարտ է։ Ձեր հարաբերությունները կշարժվեն առաջ, շատ արագ, եթե նոր երիտասարդներ սիրահարվեն իրար այս հաջորդ 2 շաբաթվա ընթացքում, կամ բոլոր շանսներն ու հնարավորությունները, որ կլինի գեղեցիկ հարաբերություն, եթե երկուսդ էլ ձեր կողմից ջանքներ դնեք, օգնեք մեկդ մեկից, որպեսզի ավելի շատ մերվեք, ավելի շուտ մերվեք եւ շուտ վստահեք իրար, իրականում տզի հասնելու եւ այս գեղեցիկ կարտը, որ դուք մի կարգով կարող եք երկուսդ կյանքի ուղով շարժվել։ Շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Այսինքն, եթե կլինեն սիրահարվող զույգեր, պահպանեք ձեզ եւ ձեր սերը, շատ գեղեցիկ կարտեր է։ Այժմ տեսնենք ինչ են ուզում կարտերը հուշել ձկներին հաջորդ 1-2 շաբաթվա համար։ Տեսնում եմ 10 թրերի, կամ շատ են աշխատել մինչև հիմա ձկները ինչ որ գործունեության վրա, չեմ կարող ասել ինչ են անում, ինչ աշխատանքում է, անձնական հարաբերությունում է, ինչ են այսքան շատ աշխատել ինչ որ մի բանի վրա, որ այսքան հոգնել են, բայց վերջանում է արդեն, սա վերջն է, 10-ից այն կողմ էլ չկա։ Այսինքն, եթե ինչ որ բանի համար աշխատանքում եք, շատ աշխատում, հոգնում եք, չգիտեմ, ինչ որ գործունեություն եք անում կամ, չգիտեմ, ֆինանսական ինչ որ պրոյեկտի վրա եք աշխատում, վերջանում է արդեն, մարդկային հարաբերություններն էին, ինչ-որ մեկի հետ խնդիրներ կար, վերջանում էին, չնայած շատ ծանր է նստում ձեր վրա, եթե սիրային հարաբերություններում խնդիրներ կային, դա էլ է վերջանում։ Տեսնենք, ինչ մանրամասն են կարտերը։ Ամեն դեպքում ինչ-որ դժվարություն վերջանում է ձեզ համար։ Այո, տեսնում եք, ասում էի վերջանում է արդեն ինչ-որ դժվարություն, իսկ այստեղ տեսնում եմ վեճերի կարտը, այստեղ վիճում են մի քանի հոգի, այսինքն մի հոգու մեջ չի եղել, ինչ-որ խնդիրներ են եղել, չգիտեմ, սա չեմ կարող ասել, անձնական հարաբերություններ են, սա ընտանեկան հարաբերություններ են, աշխատանքում հարաբերություններ, ինչ-որ խնդիրներ եղել են ամեն դեպքում մարդկանց հետ, միգուցե մեկից ավել մարդկանց հետ, միգուցե մարդկանց պատճառով, ամեն դեպքում 10-ը նշանակում է, որ եթե ունեք ինչ-որ խնդիրներ որոշ մարդկանց հետ, ինչ-ինչ պատճառներով, ցանկացած հարաբերություններում վերջանում են հարաբերությունները, պրոբլեմներն են վերջանում, միգուցե հարաբերություններն են վերջանում, բայց ավելի շուտ խնդիրները, պայքարն է, իրար դեմ պայքարը վերջանում է։ Հաջորդ 2 շաբաթվա մեջ ամեն դեպքում կվերջանա։ Դուք այդպես կունենաք նոր նպատակ, նոր ցանկություններ եւ կշարժվեք առաջ։ Կթողեք այս վեճերը, խնդիրները, այս մարդկանց եւ ձեր այդ տառապանքը կվերջանա, թողեք ամեն ինչ ետևում եւ կնայեք առաջ, նոր պլաններ, նոր գործունեություն եւ նոր ցանկություններ կունենաք։ Իսկ արդյունքում
դուք կհասնեք բավականին մեծ արդյունքի, մեծ հաջողության կհասնեք, չգիտեմ ինչում ձեզ հաջողություն է սպասում, սա պետակլի թագավորն է, որը եւ ֆինանսապես եւ այսպես արժեքներով կյանքում շատ լի կայացած լիարժեք կյանքով ապրող մարդ է, հարմարավետ ապրող մարդ է։ Գիտեք, ինձ թվում է այստեղ ուղղակի դուք շատ տառապել եք ինչ որ մարդկանց պատճառով, չեմ կարող ասել այս մարդիկ ովքեր են, բայց ինչ որ մարդիկ ձեզ հասցրել են այս ծայրահեղ վիճակում, որ դուք արդեն էլ չեք կարողանում պայքարել։ Երևի թե լավ կլինի ճիշտ կարտեր հուշում է, որ փոխանակ պայքարեք մարդկանց դեմ, պայքարեք նույն բանի համար, որ անընդհատ չի ստացվում, որտեղ իրենք շատ են, խնդիրներ թողեք հեռացեք։ Այ երբ որ կհեռանաք, դուք կլինեք այսպես լիարժեք, կայացած, հարմարավետ կյանքով ապրող մարդ։ Այսինքն ձեր կյանքի հանգստությունը երբ վերադարձնելու համար պետք է թողնել հեռանալ այս մարդկանցից եւ այս իրավիճակից։ Ինչի մասին էր որ խոսքը լինի, ես չեմ կարող ճիշտ ասած տեսնել ինչի մասին է խոսքը։ Այստեղ տեսնում եմ թրերի պաժը, այսինքն նոր նպատակ, տեսնում եք, այստեղ էլ են, ես չգիտեմ, կկապենք իրար հետ թե չէ, կարտերը կհանեմ ավելի կերևա։ Սա հանգիստ կանգնած է երիտասարդը, շատ հանգիստ, անբռնազբոս, ինքը նայում է առաջ, ունի նպատակ, թուրը նշանակում է նոր նպատակ, նոր ցանկություն, նոր ծրագիր ունի, հավատում է իր պլանին եւ գնալու է նոր ուղղությամբ։ Որոշումն արդեն կայացրել է ինքն իր համար, ինքը գիտի ինչ է ուզում եւ ինչպես հասնել իր ուզածին։ Տեսնենք ինչի մասին է խոսքը։ Հետաքրքիր է, շատ հետաքրքիր բաներ եմ տեսնում։ Հիշում եք, այստեղ պաժներ, ասում էի, թուրը ձեռքին շատ հանգիստ կանգնած է ինչ-որ նոր նպատակ, այո։ Մինչև պաժին հասնելը, տեսեք ինչ եմ տեսնում։ Բավականին հիասթափություն է եղել, միգուցե հենց այս կարտի հետ էլ կարող է կապվել, միգուցե, սա նույն պատմություն լինի, նույն մարդկանց մասին, տեսնենք։ Հիասթափած է եղել մարդը, չեմ կարող ասել ումից, թե ինչից, մի տեսակ այսպես իլյուզիաներով է եղել տարված ու հանկարծ հասկացել է, որ ինչ որ ինքը հավատում էր, ինչ որ ինքը պատկերացնում էր, իրականում իրավիճակը այդպեսին չէր, շատ ավելի ցավոտ էր, որովհետև մարդիկ իրեն այսպես շատ ագրեսիվությամբ եւ տեսնում եք այս ագրեսիվությունը, այսինքն շատ այսպես սխալ են մարդիկ իրեն ընդունել ինչ որ հարցի շուրջ, ես կդժվարանամ ասել, ես այլ աղջիկներ տղաներ չեմ տեսնում, սիրո մասին պատմություն չեմ տեսնում, ձկները ովքեր այսպիսի վիճակում լինեն, իրենք կհասկանան ինչի մասին է խոսքը։ Ինչ որ մարդկանց հետ ինչ որ խնդիրներ ամեն դեպքում եղել են, դուք այլ կերպ եք պատկերացրել քրմուհու կարտով կարող եմ ասել, բոլորովին այլ բան է դուրս եկել։ Դուք այսպես մնացել եք անշարժ վիճակում, այսինքն չեք կարողացել իրավիճակից ելք գտնել։ Ինչպես կարող եմ այս վիճակից դուրս գալ, որտեղ դուք այսպես չեք պատկերացնում։ Մի քիչ ավելի ագրեսիվություն եք ձեռք բերել։ Որոշել եք, որ մի թրով չաշխատեց, երկու թրով պետք է կռվեմ, փորձել եք ձեզ պաշտպանվել, այսպես կարող եմ ասել, անազնիվ միգուցե խարդախ մարդկանցից, որոնք ձեզ դուք հավատում եք նրանց, բայց իրականում մարդիկ այդքան էլ ազնիվ չեն գտնվել ձեր նկատմամբ։ Եվ դուք պայքարել եք եւ ի վերջո դուք պայքարել եք եւ կհաղթեք։ Ես այստեղ տեսնում եմ մարդուն թուրը ձեռքին, տեսնում եք, միգուցե ինչ որ հիասթափություններ ունեցել եք, բայց ամեն դեպքում մարդը ի վերջո հաղթող է դուրս գալիս։ Իսկ ես այն մյուս կարտում առաջին պատմության մեջ որ ասում եմ, ես տեսնում նմանատիպ մի բան, այսինքն հեռանալը լավագույն տարբերակն էր հաղթելու եւ այդ վիճակից դուրս գալու համար։ Իսկ այստեղ տեսնում եմ թագուհին ասինքն սառնասիրտ կին, որը հասավ իր պայքարով, թրով, իր ուղեղով, հայ լոգիկայով հասավ իր նպատակներին։ Տեսեք, ինչպես կարող եմ մանրամասնել, երբ որ առաջ իլյուզիաներով, այսպես միամտաբար ձկներ կային, որոշ հավատում էին իրենց, չգիտեմ, ընկերներին, շրջապատին, գործընկերներին, չեմ կարող ասել, այսպեսի ինչ իրավիճակ կարող է լինել։ Այ իլյուզիաներով էին տարված, հավատում էին եւ կորցրեցին դա, պայքարեցին, ի վերջո հասան իրենց նպատակին, չպարտվեցին, բայց հիմա արդեն դարձել են այսպես սառնասիրտ։ Ավելի լոգիկայով են դատում, արդեն իլյուզիաներով չեն շարժվում առաջ, մարդկանց նկատմամբ միգուցե մի քիչ հավատ կորցած լինեն, դե որոշ ձկների մասին, բոլորի մասին չէ, մի քիչ ավելի սառնասրտորեն են վերաբերում իրենց շրջապատին եւ մարդկանց, բայց միայն այդպես է, որ կարող են հասնել հաջողության, այո, ամեն ինչից կյանքում պետք է դաս առնել, չէ։ Եթե մարդիկ ձեզ դավաճանեցին կամ անազնիվ դուրս եկան եւ դուք հիասթափվեցիք, փոխանակ տառապել, պետք է պարզապես դաս առնել դրանից, շարժվել առաջ եւ
հասկանալ ում նկատմամբ լինել սրտաբաց, ում նկատմամբ չլինել սրտաբաց։ Երբ մեծամասամբ սկզբում պետք է լինել այսպես սառցեթագուհի, առանց էմոցիաների, պարզապես գործ ունենալ մարդկանց հետ, իսկ եթե մարդիկ կարժանանան ձեր վստահությանը, կարող եք նաև սրտներդ բացել նրանց առաջ։ Ինչպես ասեցի, թագուհին այսպես հաղթանակած դուրս է եկել, փոխվել է, սառել է զգացմունքները, էմոցիաները սառել են, ինքը շատ լրջացել է եւ ավելի լոգիկայով է վերաբերվում մարդկանց եւ աշխարհին, բայց ունի նոր նպատակ եւ մարդը շատ հանգիստ հիմա կգնա եւ կհասնի իր նպատակներին, որովհետեւ բոլոր տոքսիկ մարդկանց թողեց իր ետևում եւ հեռացավ։ Այսքանը։